Ընդհակառակը նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը եւ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ եւ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը եւ ուզում եմ ընդգծել նաեւ որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է թե շարունակվում է մինչև օրս ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է կոնֆլիկտը լուծված է բայց մենք պետք է հասկանանք որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ որ ուղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել եւ հետեւաբար այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում արտահայտվում է մամուլում արտահայտվում է հանրային շրջանակներում արտահայտվում է փորձագիտական շրջանակներում արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք էլի եմ ասում 30 եւ ավելի տարվա կոնֆլիկտը մի բան չէ կամ ընդհանրապես գիտեք 30 եւ ավելի տարվա ցանկացած երևույթ որ 30-35 տարի մենք որևէ մեկը ապրել է մի երևույթի եւ մի ռուտինի մեջ որևէ ձևով հնարավոր չէ դա արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել բայց հնարավոր է դա կանգնեցնել թե ոչ այո դա հնարավոր է ինչպես քաղաքական առաջնորդության եւ սա մեծագույն եւ կարեւորագույն հարցն է քաղաքական առաջնորդության հարաբերությունը իրավիճակի ապագայի ռազմավարական պլանավորման եւ շատ կարեւոր է պատմության հետ որովհետեւ կարծում եմ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի մենք ինչ ենք ուզում լինել մենք ուզում ենք լինել պատմության սպառող թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ եւ սա է մեր ընկալումը որովհետեւ ընդհանրապես պատմությանը հղում անելով պետք է նաեւ հասկանանք մի բան իսկ որն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը որտեղ պատմությունը երկար երևույթ է կա 50 տարվա պատմություն կա 30 տարվա պատմություն կա 50 տարվա պատմություն կա 100 տարվա պատմություն կա 500 տարվա պատմություն կա 1000 տարվա պատմություն կա 2000 տարվա պատմություն եւ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը եւ հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ այդ նշանակում է որ մենք չենք հավատում խաղաղությանը ընդհանրապես ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին ընդհանրապես եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք ինչի մասին է պատմությունը
Պատմություն սովորաբար խաղաղության մասին չի լինում, պատմություն սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին, որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա, պատմաբանի տեսակետից, որտեղ խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում, խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն, իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է։ Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ։ Այն տրամաբանության մեջ, իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը և կան իմիջայլոց պատմաբաններ և քաղաքական գործիչներ և քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին կիրովականներով և կիրովաբադներով, լենինականներով և լենինաբադներով, կույբիշևներով, հոկտեմբեր կինոթատրոններով և այլն և այդպես շարունակ։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, ովքեր լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա, համարում են, որ սա է, գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների և կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալ արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին հարյուրամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբադներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբադները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, և մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես վերջին ժամանակա Հայաստանում ամենաշատ սիրված և քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության և անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Եվ ես պատահական չէ, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հետո վերադառնալով Հայաստան 10 օր անց ուղերձով դիմեցի Հայաստանի ժողովրդին, ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի։ Ինչպես նորածին երեխան, եթե ամենօրյա խնամքի չտրվի, ցավոք,
ցավոք գիտենք, թե ինչ տեղի կունենա։ Եվ հետևաբար նույնը վերաբերվում է նաև խաղաղությանը, որը այսօր արդեն մի քանի ամսական երեխա է։